Վահե Էնֆիաջյան։ Սիրելի հայրենակիցներ, մեզանից յուրաքանչյուրը Հայաստանում, Արցախում, Սփյուռքում մեծ ցավ է ապրում այս օրերին, որովհետև այն ինչ որ տեղի է ունեցել, բառերով դժվար է խոսել եւ ներկայացնել։ Փառք ու պատիվ մեր բոլոր տղաներին, փառք ու պատիվ բոլոր այն անձանց, ովքեր անձնուրաց, չխնայելով իր կյանքը, միջոցները, բոլոր ջանքերը գործադրեցին, որպեսզի այս պատերազմական գործողությունները այլ ելք ունենան։ Բայց ունենք այն, ինչ ունենք, եւ ուզենք թե չուզենք, սիրելի հայրենակիցներ, որքան էլ որ դժվար է, այսօր պետք է եւ ամփոփենք տեղի ունեցածը եւ նայենք առաջ։ Իսկ ինչ է տեղի ունեցել։ Տարիներ շարունակ, մասնավորապես վերջին նաեւ ժամանակահատվածում, քանի որ հռետորաբանությունը փոխվել էր, ըստ էության Հայաստանի Հանրապետություն քաղաքական օրակարգը կեղծ ձևակերպումներով էր հանդես գալի, որովհետեւ չէր արտացոլում ներկայիս իրողությունները, ներկային վտանգները եւ մարտահրավերները։ Արդյունքը բոլորս սպառողն ենք դարձել։ Որպես օրինակ, մի քանի, որպեսզի ավելի տպավորիչ լինի, ամիսներ շարունակ Ստամբուլյան կոնվենցիա քննարկվել, Լանզարոտ, Աստվածաշունչը հեղինակազրկվել, փորձեր է արվել, այդ է եղել մեր երկրի հիմնական օրակարգը։ Ուրիշ մարտահրավերներ չենք ունեցել, ուրիշ խնդիրներ չենք ունեցել, ականջալուր չեք եղել ընդդիմության կողմից ներկայացված թե մի շարք նախագծերին, թե այն խնդիրներին, որի մասին առիթ ենք ունեցել պարբերաբար խոսելու եւ ներկայացնելու։ Հարգելի գործընկերներ, աշխարհի պատմության մեջ չկա այնպիսի պետություն, որտեղ ոլորտային ձախողումները իսկ այս պարագայում իշխանության եւ գերագույն հրամանատարի կողմից տապալումները դիվանագիտական հարթակում եւ ռազմական հարթակում մենք ունենք պարտություն։ Եվ այս կառավարությունը բոլոր պատասխանատուները անկախ նրանից, ով որ ժամանակահատվածում ինչ պետք է անել եւ չի արել, եկել է ժամանակը որ պատասխան տալու։ Եվ այսօր պետք է նոր հիմքեր ստեղծվի, նոր հնարավորություններ ստեղծվի, որպեսզի նոր մարդիկ, որովիցե մեկը պաշտոնի կռիվ չի անում, որովիցե մեկը պաշտոն չի ուզում ստանձնել։ Եկեք մի բան հասկանանք, այն իրողությունը, որ դուք այսօր թողել եք, հարգելի գործընկերներ, հետո եկող իշխանության համար որովիցե բարենպաստ պայման չկա։ Բայց եղածի մեջից հնարավոր ռիսկերը մեղմելու, նոր լուծումներ գտնելու, հիմնական մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ ավելի զարգացնելով, ճկուն քաղաքականություն վարելով բոլոր աշխարհամասերի հետ, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ պետք է կարողանալ լուծումներ գտնել։ Պարտվող թիմը չի կարող այս իրագործել, հասկացեք սրա մասին, սա պարզ ճշմարտություն է։ Ընդհանրապես այս քաղաքական գործընթացը կարող է որոշ ժամանակահատվածով երկարաձգվել։ Դատավճիռը արդեն իսկ կա։ Հայաստանի Հանրապետության, այո, հպարտ քաղաքացին իր կեցվածքն ունի։ Որքան էլ որ դժվար է, իր դիրքորոշումն ունի, որքան էլ որ դժվար է, իր պահանջն ունի, իր սկզբունքներն ունի։ Եվ փառք ու պատիվ հայոց բանակին, մեր զինվորներին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի այլ ելք լինի։ Եվ հանուն արդարության չեմ կարող մի միտք էլ հնչեցնել, սիրելի հայրենակիցներ, այսօր այս դահլիճում էլ կան մարդիկ, ովքեր հստակ տեղյակ էին, որ հնարավոր էր պատերազմը կանխել։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ամբիոնից, այո, Հայաստանի Հանրապետությունում հնարավոր էր այդ որոշումը քաղաքական կայացնել եւ շփման գծում պատերազմը կանխել։ Խի չի արվել, ինչ հանգամանքներով դրդված չի արել։ Ժամանակը ավելի հանգամանալից խնդիրներին ծանոթանալու հնարավորություն կձեռնի։ Փառք ու պատիվ հայոց բանակին։